Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկու օր տևած քննությունից հետո համաձայնություն տվեց Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն, սակայն մերժեց նրան կալանավորելու գլխավոր դատախազության միջնորդությունը։ Փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով ընտրական մարմինը հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի 21-ի որոշումը համարել է, որ այդ հարցն այլևս իր լիազորությունների մեջ չէ։ Դատախազության կողմից բովանդակային հակափաստարկում չէր ներկայացվել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերադարձրել է նշված միջնորդությունը, այսինքն խափաման միջոցի հարց կալանքի կամ տնային կալանքի Նարեկ Կարապետյանի դեպքում տեղի չի ունենալու։ Ուզում եմ բոլոր դեպքերում արձանագրել, որ նախորդող որոշումն էլ մեր գնահատմամբ եւս պետք է վերադարձվեր, որովհետեւ դրա մեխանիզմը չկար։ 5 տարի առաջ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը չի կարող պահվել անազատության մեջ կամ զրկվել ազատությունից առանց ազգային ժողովի համաձայնության։ Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հղում անելով Սահմանադրական դատարանի մեկ այլ որոշման պնդում էր, թե իրենք իրավասու են քննելու նաև պատգամավորի ազատությունից զրկելու հարցը։ Մինչդեռ այսօր նիստից հետո Վահագն Հովակիմյանն արդեն ընդունեց, դա դուրս է ընտրական հանձնաժողովի լիազորությունների տիրույթից։ Այսինքն դա որոշումը այդ լիազորությունը տվել է ազատությունից զրկելու հարցը։ Տվել է խորհրդարանին, ասենք պատգամավորի կարգավիճակը ձեռք բերելու պահից։ Այսինքն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրել է, որ այդ միջնորդությունը քննարկելու լիազորություն չունի։ Արամ Վարդևանյանի փոխանցմամբ գլխավոր դատախազության ներկայացուցիչը փակ նիստում չի համաձայնել այս մեկնաբանության հետ, սակայն որևէ հակափաստարկ էլ չի ներկայացրել։ Թե երեկ, թե այսօր ԿԸՀ-ում միջնորդությունը ներկայացրած դատախազը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Այդպես էլ անհայտ մնաց, թե ինչ հիմնավորմամբ է դատախազությունը ներկայացրել մի միջնորդություն, որն ըստ բարձր դատարանի դուրս է ընտրական հանձնաժողովի լիազորություններից։ Վարդևանյանն ասաց, այսօրվա որոշումից հետո ամենայն հավանականությամբ Նարեկ Կարապետյանին մեղադրանք կառաջադրեն։ Քրեական գործից մանրամասներ հայտնի չեն, Վարդևանյանն էլ գրեթե ոչ մի մանրամասն չհայտնեց, բայց պնդեց գործընթացն ամբողջությամբ քաղաքական է։ Նա միայն ասել էր, որ գործն առնչվում է ընտրական գործընթացի հետ։ Ներկայացվում է մի միջնորդություն, գրված իբր Նարեկ Կարապետյանին վերաբերող, ներկայացրել են 1000 թերթկից նյութ, որտեղ ոչ միտեղ Նարեկ Կարապետյան մարդ չկա։ Իդեպ միտեղ Նարեկ անուն կա հիշատակված, բայց պարզվում է դա էլ Նարեկ Կարապետյանի մասին չի։ Ուժեղ Հայաստանից 3 պատգամավորի մանդատ ստացան նաև Դավիթ Ղազինյանն ու Հայկ Սուքիասյանը, երկուսն էլ կալանքի տակ են։ Վարդևանյանը կրկին հղում անելով Սահմանադրական դատարանի որոշմանը ասաց, նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Երկուսի հարցով էլ փոխանցեց ներկայացվել են միջնորդություններ։ Արդեն ներկայացվել է հրատապ միջնորդություն, որ վարույց ստանձնելու, դատական նիստ նշանակելու եւ Դավիթ Ղազինյանի խափաման միջոցի անհապաղ վերացման վերաբերյալ հույս ունենանք, որ չնայած դատավարական կնճռոտ սահմանափակումներին, մենք ունենանք իրավիճակ, որ անհապաղ նիստը կգումարվի։ Ես ներողություն եմ խնդրում, Հայկ Սուքիասյանի դեպքում տեղեկացված եմ, որ պաշտպանը եւս միջնորդություն ներկայացրել է դատախազությանը, բայց դեռևս պատասխանը չկա։ Ընդդիմադիր Ուժեղ Հայաստանի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը իր շուրջը տեղի ունեցողին հրապարակային չի արձագանքել։ Նրան մեղադրանք առաջադրելու վերաբերյալ տեղեկություն այս պահին չկա։